Իրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ այնտեղ։ Այսինքն իրանք գիտեն շատ լավ, որ վերադարձը կարող է լինել միայն Ադրբեջանի քաղաքացի լինելու տրամաբանության ներքո, երբ մեր հայրենակիցները օգտագործվելու են հետո հայկական պետության դեմ ինչպես ադրբեջանի քաղաքացիներ, եւ ասեմ ուղիղ մեր Լեռնային Ղարաբաղի քույրերը եւ եղբայրները հրաժարվեցին ապրել հենց Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակով։ Բայց մյուս կողմից նաև պետք է հասկանալ, եթե Հայաստանը եւ հայկական կողմը այդ տրամաբանությունը տանի հայերի վերադարձի, ապա Ադրբեջանը ադրբեջանցի ճակերտներում վերադարձի հարց է դնելու, որը իրանք փորձում են նաև զարգացնել։ Եվ ստացվում է, որ Քոչարյանը եւ իր կից ուժերը այս դեպքում առհասարակ արդար եւ անկեղծ չեն, որովհետեւ մի կողմից ասում են Փաշինյանն է փորձում դա անել, բայց Փաշինյանի գլխավոր վարչապետի գլխավոր ուղերձը այն է, որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը եւ եղբայրները պետք է բնակվեն Հայաստանում, այս թեման վերադարձների թեման պետք է ավարտվի եւ դրանով նաեւ փակում է Ադրբեջանի այդ հնարավոր շատ վտանգավոր թեզը եւ օրակարգը։ Իսկ մյուս կողմից նաև վարչապետը հասկանում է, որ եթե վերադարձի դեպքում այդ քաղաքացիները ուղղակի դառնալու են գործիք Հայաստանի դեմ։ Ուստի այս թեմաները Քոչարյանի կողմից օգտագործվում են պոպուլիստական նպատակներով, վերքերը, որը մեր հանրությունում կան, որը իհարկե մեր Լեռնային Ղարաբաղի քույրերը եւ եղբայրները իրանք շատ լավ ուրեմն ընկալում են, ես համոզված եմ, որ սա ուղղակի իրանց այն վերքի վրա, իրանց հայրենի հողի, հայրենի տների գերեզմանների մասին է խոսքը ի վերջո եւ երբ Քոչարյանը այս թեզերը օգտագործում է, դա իրանց վրա ազդում է, բայց Քոչարյանը դրանով չի բավարարվում։ Հիմա նաև Արարատ է սրան ավելացնում եւ ստեղծում է Հայաստանի համար լրջագույն անվտանգային լուրջ մարտահրավերներ